Համախմբումը կարճ միացման է վերածվում, երբ պատերազմական գործողությունները չդադարած կեղծվում են ընտրություններ, մարդիկ ընտրակաշառք վերցնում։ Հենց սա է թույլ տալիս իշխանական օղակներին այս օրերին, երբ հասարակության նյարդը բաց է, խոսել նրա հետ ինքնաթիռի բարձրությունից, ասել, որ 800 հեկտարի վրա պետք չէ ֆիքսվել եւ ամայի տարածք անվանել այն հողը, որի համար եւ որի վրա սերունդներ շարունակ մարդիկ են զոհվել։ Ինչ կարող է լինել այն իշխանության հետ, որը հայրենի հողերի ձեռքը կրակն է ընկել։ Ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդումը, տաղավարում այսօր աշխատում է Լուսինե Հովակիմյանը, ովքեր մեզ դիտում են 3w.lratvakan.am կայքի հասցեով, տեսնում են արդեն տաղավարում իմ հյուրին Հովհաննես Հակոբյանին, ռեժիսոր, դոկումենտալիստ եւ օպերատոր, ողջույն։ Բարև ձեզ։ Եվ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ ես։ Պարոն Հակոբյան, նախ մի այսպիսի հարց, 800 հեկտարը կարծում եմ այսօր այն թեման է, որ ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ ուղղակի կնեղանան, եթե չհարցնեմ, հա, այս մասին։ Արձագանքը հասարակության ո՞նց է գնահատում նախագահի հայտարարության այն մասին, որ այդ 800 հեկտարը ով ցանկանում է թողնել գնահետ բերի։ 800 հեկտար որ ասում եք, ինձ մոտ այնպես տպավորություն է, որ խոսքը գնում է ինչ որ գյուղատնտեսական աշխատանքների մասին, 1000 հեկտարը մշակել ենք, 800 հեկտարը չենք մշակել բան։ Մի քիչ եկեք փորձենք մի կողմ դնենք այդ 800 հեկտար հասկացողությունը։ 800 այսօրը տենց է ստացվել, վաղը 1800 հետ կգա, վստահ եմ, որ այդպես կլինի։ Ինչ վերաբերվում է հասարակության արձագանքներին, երեք շատ տարբեր, ամեն մարդ իր չափով բնականաբար անալիզ է անում, այդ 800 հեկտարը շատերը նույնիսկ չեն պատկերացնում դա ինչքան տարածք է, վստահ եմ, հենց հիմա եկեք դուրս գանք փողոց ու ասենք 800 հեկտարը քանի մետր է։ Եվ շատ քչերը կգտնվեն, որ կասեն կոնկրետ այսքան մետր է։ Հիմա գիտեք ինչ, իհարկե շատ ցավալի է, նույնիսկ ոչ միայն 800, նույնիսկ 8 հեկտարը կամ 8 միլիմետր հողը, բայց եկեք նաև մոտենանք հարցին այսպես, հարցը այդ 800 հեկտարը չի, այնտեղ կանգնած տղաներ, զինվորներ, որոնք կարող է լինել եւ 800 հեկտարի փոխարեն 8000 հեկտար, բայց նրանց շնորհիվ մենք պահեցինք մնացածը։ Ես ոչ դիվանագետ եմ, ոչ ռազմագետ եմ, որ հիմա փորձեմ անալիզ անել, ոնց եղավ, սենց եղավ, նենց եղավ, արդյոք կար հետախուզություն, պետք է ինֆորմացիա, այդ ամբողջը թողնենք մի կողմ։ Ունենք մի փաստ, որի վրա ավելի շատ պետք է կենտրոնանանք, քան այդ 800-ի կամ 8000-ի կամ որևէ ինչ-որ թվերի մեջ։ Իսկ փաստը հետևյալն է. շատ լուրջ էր պատրաստվել Ադրբեջանը, շատ լուրջ էր պատրաստվել եւ իր համարյա մաքսիմալ ուժերով ուներ ծրագիր, sense բլիցկրիգ անել ու անմիջապես մեծ տարածք վերցնել, կանգնել։ Հիմա միգուցե նրանց թվում է, որ իրանք մեծ հաջողության են հասել։ Բայց շատ ծիծաղելի է այդ ամեն ինչը, որովհետև եթե դնում ենք մենք կշեռքի վրա, մեր 18 տարեկան կամ 19 տարեկան նոր գնացած տղաները կարողացան դիմակայել նրանց լուրջ, շատ լուրջ զինված ու պատրաստված բանակին։ Շատ ավելի կարևոր է սրա մասին խոսել։ Ես չեմ ասում ոչինչ, որ կորցրել ենք այդ 800 հեկտարը, ոչ մի դեպքում ասում եմ 8 միլիմետր կորցնելն էլ մեծ ցավ է։ Բայց շատ ավելի կարևոր բան կա։ Ինչի՞ չենք մենք դրա մասին խոսում։ Ոնց եղավ, որ այդ 18 տարեկան երեխան մի քանի անգամ զենքը ձեռքին բռնած կարողացավ դիմակայել հսկա թշնամուն լուրջ պատրաստված։ Ոնց ստացվեց։ Ինչ աշխատեց, ինչ մեխանիզմ միացավ, որ այդ 18 տարեկան երեխան պահեց այդ թշնամուն։ Թշնամու կողմից էին լուրջ կոնսուլտանտներ, տարբեր երկրներից պրոֆեսիոնալ տարիների փորձ ունեցող եւ գիտելիքներ եւ չգիտեմ են։ Բայց այս երեխան որ ընդամենը, այսինքն միացավ ներսում մի հատ մեխանիզմ, որը ստիպեց անել այդ քայլը։ Շատ քիչ վստահեցնում եմ ձեզ, շատ քիչ տեղերում կհանդիպեք, որ նման դեպքում չեն փախնում։ Այդ երեխեքը չփախան։ Դա ֆենոմեն է։ Իրանք պետք է փախնեին, բոլոր տրամաբանությունները հուշում են, որ այդ տեսակ տենց հզորությամբ հարձակվելու դեպքում
մի քանի ամիս կամ թեկուզ մի տարի ծառայող զինվորը պետքա փախներ, որտեղ բնազդը վախի շատ իր ինքնապաշտպանության կյանքը փրկելու բնազդը շատ ավելի մեծ պետքա լիներ ըստ տրամաբանության։ Այդ տրամաբանությունը չաշխատեց, աշխատեց ուրիշ տրամաբանություն, որի սահմանը բնազդի հայրենասիրության, հայրենիքի գիտակցության, որ այս հողը իմն է, ես քոչվոր չեմ, այդ բոլորը միացավ իրար ու ինչ որ կարմիր կոճակ միացավ, ինքը չսեղմեց։ Այդ կարմիր կոճակը միանում է այն ժամանակ, երբ որ դրա սուր անհրաժեշտությունը զգացվում է, ու այդ կոճակը միացավ, ու ինքը այսպես պահեց։ Շատ ցավում եմ բոլոր զոհերի համար, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, մեծ ցավ է, բայց հավատացեք, շատ մեծ ավելի կարող էր լինել այս դեպքում կորուստը։ Եկեք չփորձենք փնտրել կամ գտնել ով է մեղավոր, մեղավոր չկա, մենք ունենք թշնամի։ Ամեն մեկս մեր տեղում պետքա թշնամու դեմ պայքարենք։ Այդպես է ստացվել, աշխարհագրական, չգիտեմ, պատմական, մեր կարման էտա, մեր հարևանները տենց են ստացվել։ Սա բնակարան չի, որ վաճառենք գնանք ուրիշ տեղ, բնակարան առնենք, մենք ստիպված ենք գոյատևել։ Այսպես կլուծվի, այնպես կլուծվի, ինչ որ կերպ կլուծվի։ Բայց այն գիտակցությունը, որ սա մերն է ու մենք սա պարտավոր ենք պահպանել, շատ մեզ ուժ է տալիս։ Մեր պատմության ամբողջ ընթացքում մենք շատ ճակատամարտեր ենք ունեցել։ Գիտեք, ես անում էի մի ծրագիր, կոչվում էր հայ ռազմիկներ, ցավոք սրտի մինչև այդ ծրագիր անելը այդ աստիճան ես տեղեկացված չէի, ծրագրի շրջանակներում մեծ հաճույքով իհարկե մեծ քանակությամբ ինֆորմացիա մասնագետների հետ զրուցել, պատմական փաստեր եւ այլն։ Ու մի շատ ուրախալի բան հասկացա ինքս ինձ համար, որ երբ որ հայերը կռվել են, մեծ մասամբ հաղթել են։ Շատ քիչ ենք ունեցել, իրական քիչ ենք ունեցել պարտություններ։ Մենք պարտություններ ենք ունեցել լրիվ ուրիշ բանի համար։ Շատ ենք ունեցել պարտություններ, ցավոք սրտի, բայց դրանք չեն եղել կռվի արդյունքում։ Դրանք եղել են քաղաքականության, չգիտեմ, դավաճանության, մեծ ուրիշ տերությունների քաղաքականության կամ դավաճանության։ Ես հիմա չեմ ուզում որևէ մեկին ասել, այ մեր, ասենք, Ռուսաստանը, մեր դաշնակիցները ինչի հանկարծ լավ արեց, այդ իր գործն է։ Մենք ենք մեղավոր, որ մենք հավատում ենք, որ ինքը իհարկե մեզ ձեռք պետք է։ Ով ասեց։ Ինչի ինքը պետք է մեզ ձեռք մեկնի։ Ինչքան որ օգնում է, այդքան է ինքը համարում։ Այսինքն հույսներս մեր վրա պետք է դնենք։ Քանի հազար տարվա պատմություն ունենք։ Այդ ամբողջ 1000 տարիների ընթացքում նույն բանանի այդ բանի վրա նորից սոտ տալ եւ ընկնել, նույն սխալը նորից կրկնել։ Չհասկացանք մենք, որ մենք ենք մեր տերը։ Նույնը եղավ 20-րդ դարի սկզբին, նրա վրա հույս դնելով, չկա տենց բան։ Շատ վատ բան կա, չէ՞ հայերեն, ունես եղուն գլուխդ քորի։ Շատ վատն է, ինքը գրեհիկ արտահայտություն է, շատ։ Բայց ափսոս որ մենակ այդ է աշխատում։ Պարոն Հակոբյան, տեսեք, քան որ պատմությանը հղում արեցիք, փոքրել ես հղվեմ պատմությանը, մենք որտեղ կռվել ենք, հաղթել ենք, բայց այդ հաղթանակները պահելիս միշտ էլ դժվարացել ենք, կամ այդ հաղթանակները ազդակ չեն դարձել նոր հաղթանակների, կամ այդ հաղթանակները համապատասխան արժևորում չեն ստացել, կամ մենք վերջնական հարվածը տալիս ուշացել ենք, հապաղել ենք կամ ուղղակի, չգիտեմ, մարդասիրական նկրտումներից ելնելով վերջին հարված չենք հասցրել, չէ՞։ Շատ են եղել մեր պատմության ընթացքում այդպիսի դեպքեր։ Նույն Արցախյան պատերազմի ժամանակ մենք շատ հաճախ էինք մինչ այս ապրիլյան դեպքերի սկսվելը ասում, որ մենք հաղթեցինք պատերազմը, բայց տանուլ ենք տալիս խաղաղությունը եւ չենք արժևորում մեր ունեցած հաղթանակը։ Մենք ինչքանով այս օրերին ապրիլյան դեպքերից հետո դուք նշեցիք մեր տղաների հերոսության մասին, կարծում եմ հավելյալ կարիք չկա ասելու, թե ինչ մեծ գործ են իրենք արել, բայց խնդիրը դա չէ, հա, խնդիրը հետևյալն է, ինչքան մենք կկարողանանք գնահատել ոչ թե մեր ներսում, այլ նաև օգտագործել եղած հաղթանակը
իշահ մեզ, հա, իշահ պետության ու պետականության կայացման, ոչ թե իշահ նրա, որ մենք սկսում ենք խոսել այն մասին, որ 800 հեկտարը դա ամայի տարածք էր, չգիտեմ, սկսում ենք խոսել այն մասին, որ դե հիմա պետք է զենքեր չկային եւ այլն, հա, իրականում հաղթանակի արժևորման մշակույթին մենք ինչքանով ենք տիրապետում։ Գիտեք, խոսել նրա մասին, որ 800 հեկտարը ուղղակի ամայի տարածք էր, абսուրդ է ուղղակի։ Абսուրդ ծիծաղելի աստիճանի։ Ոչ մի ամայի տարածք, մենք կորցրել ենք այդ 800 հեկտարը, օքեյ, տենց է ստացվել։ Բայց պետք չի ասել, որ դա ամայի, այսինքն պետք չի արդարանալ։ Ինչի համար ենք մենք արդարանում, որ 800 հեկտարը ամայի տարածք էր, ոչինչ որ տենց չի, ոչինչ չկա։ Այդ 800-ի փոխարեն պետք է 1000-ը հետ բերել։ Ամայի կլինի, ծիրանի այգիներ կլինեն, թե յոնջակ կլինի ցանած, տարբերություն չկա։ Սրա մասին չի խոսքը ամայա ինքը թե բերիա։ Այդ չի էական։ Այսինքն, այստեղ, այսպես ասեմ, հա, այն հերոս տղան ինքը հետ կբերի, հետո այդ նույն քաղաքական գործիչը, չգիտեմ, ով որ ասելա, որ դա ամայի, կպարզվի, որ այնտեղ ծիրանի այգիներ է ուզում կառուցի։ Պարզվեց, որ ինքը ամայի տարածքել չէր։ Ինչ էլ որ պայմանա, գիտեք, շատ անգամ այդ 18 տարեկան զինվորը, որի մեջ այդ կարմիր կոճակը միացել է իր պապերի, ինչ որ դարերից եկած ինչ որ գենի շնորհիվ, միացավ ու ինքը թույլ չտվեց, որ այդ 800-ը դառնա 1800, ինքը հանկարծ խաղաքարտեր է խառնում 4 կամ 14 կամ 104 կենտանիներ նստած ինչ որ բան են որոշում, ազգի ճակատագիր ու մի հատ 18 տարեկան երեխան, որ ինքը չի ճանաչում այդ 14-ին, 104-ին, չի էլ հարցնում իրանց պահեմ, չպահեմ, ինքը պահում է, որտեվ իր մեջ ուրիշ բան է աշխատել։ Ինքը չի սպասում, որ իրան կասեն պահի կամ հետ գնա։ Հա, ինքը զինվոր է, ինքը պարտավոր է հրամանը կատարել, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց ոչինչ չի կարող անել բնազդի դեմ, լավ առումով բնազդի, շատ լավ առումով։ Իր մեջ միացել է այդ բնազդը, այդ գենը աշխատել է, բնության դեմ ոչինչ չես կարող անել։ Ոչինչ։ Նա բոլորից հզոր է եւ ավելի ուժեղ է, քան ցանկացած հրաման, որոշում, ինչ որ քաղաքական գործիչի արտահայտություն, կապ չունեն դրանք, ոչինչը կապ չունի։ Այս այն դեպքը չի։ Միգուցե Ադրբեջանի դեպքում Ադրբեջանի զինվորը, որին ես շատ խղճում եմ, անկեղծ եմ ասում, թշնամի, ես իսկապես խղճում եմ, որտեղ ինքը գնում է մահու ու ինչ որ մեկի ամբիցիաների համար։ Դրա համար ինքը ի սկզբանե պարտված է։ Ի սկզբանե ինքը պարտված է։ Որտեղ ինքը գնում է չգիտի ինչի համար, իրան սպասում է որ պետք է հրաման տան, իսկ իրան հրաման են տալի որ գնա մեռի։ Սրան հրաման չեն տալի մեր զինվորին, ներողություն։ Հրաման չեն տալի որ գնա մեռի։ Ինքը չի գնում մեռնելու, ինքը գնում է որովհետև ինքը պետք է գնա, որովհետև գիտի որ սրանից սրա հետևում կանգնած է իր ընտանիքը, իր քույրը, իր մայրը, իր ծնողները, պապերը եւ այդ դարերը։ Ինքը ուզի, ինքը չի մտածում ոնց անի։ Մտածում այն ժամանակ, երբ որ պետք է իր ռազմական խորամանկությունը, որը չունի թշնամին իդեպ։ Իսկ քաջությունը իր խիզախությունը բոլորովին ուրիշ տեղից է գալի, շատ խորքից, շատ ներսից։ Եվ ինքը չի կարա։ Գիտեք, ես մի հատ բան հիշեցի, օրինակ հետաքրքիր։ Մի քանի տարի առաջ գործընկերոջս հետ միասին Դեմիրյան Ավետի նկարեցինք ֆիլմ, դոկումենտալ ֆիլմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բանակի կոչվում էր Բանակը հզոր է։ Երկու մասից 7 նահանգներում իրանց ռազմական բազաներով բանուր հետաքրքիր բան ստացվեց, անկեղծ ասած, ու այնտեղ հարցազրույցներից մեկում սպաներից մեկը, ամերիկյան բանակի սպաներից մեկը հետաքրքիր մի արտահայտություն արեց, ասեց, երբ որ մեր նորակոչիկ զինվորներին այնտեղ դե բանա դապրովոլնի ոնց է, կամավոր։ Ես ամերիկյան բանակում զինվորները կամավոր են գնում, քննություն են հանձնում, շատ պրիմիտիվ մի քանի հարցեր, այդ հարցերին եթե պատասխանում են, ուրեմն իրանք համարվում են, որ ընդունվել են այսպես բանակ։
Ու այնտեղ սպաներից մեկը մի հետարքիր բան ասեց մեր կամավոր նորակոչիկ զինվորները երբ որ գալիս են, մենք փորձում ենք առաջի մի քանի ամիսը նրանց մեջ ագրեսիա մտցնել, ագրեսիա դաստիարակել, մենք էլ ի պատասխան ասացինք մեզ մոտ հակառակն է։ Երբ որ նորակոչիկ զինվորները գալիս են, առաջին մի քանի ամիսը փորձում են այդ ագրեսիան հանգստացնել։ Okay, երբ որ շատ լավ է, երբ որ ագրեսիան հանգիստ է, իրար մեջ որևէ խնդիր չկա եւ այլն։ Այդ ագրեսիան անմիջապես միանում է ու լավ իմաստով միանում է այն պահին, երբ որ դրա անհրաժեշտությունը կա։ Ու իսկապես միանում է։ Անբացատ ոչ ոք չի սեղմում այդ կարմիր կոճակը, ինքն է միանում։ Ինչ որ անխափան մի մեխանիզմ է աշխատում, որ միանում է ճիշտ այն ժամանակ, երբ որ դրա կարիքը կա, ու միանում է։ Ու այդ հենց միացել է, որ 8000-ի կամ 1800-ի տեղը 800 ենք կորցրել։ Նորից եմ կրկնում, ես հիմա ոչ թե փորձում եմ արդարացնել, որ ոչ, այն որ դա ամայի տարածք էր, դա աբսուրդ է, ոչ տարածքի բերիության մասին խոսք դա չի կարևորը։ Կարևորը որ ինչ որ բայց հավատացնում եմ ձեզ խնդրեմը այդ չի։ Մենք իսկապես կարող էինք ավելին կորցնել։ Եթե մենք հիմա անալիզ ենք անում, թե ինչ ուժերով, ինչ կերպ, ինչ աստիճանի պատրաստված եկավ թշնամին մեզ վրա, ու հիմա մենք ինչ կարայինք կորցնեինք, բայց ինչ ենք կորցրել, սրա մասին եկեք խոսենք։ Չփորձենք հիմա մեղավորներ գտնել, ով էր մեղավորես, մեկը իր տեղում չերեն, մեկը իր բոլորը իրանց պատիժները կստանան, բնականաբար։ Գիտեք, շատ անկեղծ մի բան ասեմ, չսիրելով որևէ չինովնիկի, ես ինքս իմ էությամբ այդպես եմ։ Բայց տեսակը չեմ սիրում։ Անկախ ամեն ինչից, լավերը կան, վատերը կան, էական չի։ Բայց ես վստահ եմ, որ մեր երկրում իհարկե շատ մեխանիզմներ չի աշխատում, ցավոք սրտի լավ կլիներ որ աշխատեր, բայց աշխատում է մի հատ կարևոր, ամենակարևոր մեխանիզմը։ Բանակը։ Ես վստահ եմ որ դա այդպես է։ Շատ լավ, պարոն Հակոբյան, այս պահին ստիպված եմ ձեզ ընդմիջել, այսինքն լուրերի կարճ թողարկում է եւ անմիջապես մի քանի րոպեից կվերադառնանք եւ կշարունակենք թողարկում։